Բարեկամներ, ողջունում եմ ձեզ, սա ստատուս քվո հեղինակային հաղորդման հերթական թողարկումն է, այսօրվա զրուցակիցս Հայակվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն է, պարոն Չալաբյան, ողջունում եմ ձեզ։ Այսօր թերևս կխոսենք ներքաղաքական զարգացումներից, նրանք բուռն են, մասնավորապես այսօր Արդարադատության նախարարը հայտարարեց, որ մարտին պատրաստ կլինի Սահմանադրության նոր տարբերակը։ Այստեղ երկու հարց է առաջանում, արդյոք դա կարող է լինել ընտրություններին զուգահեռ սահմանադրական հանրաքվեն, եւ երկրորդը ինչ փոփոխություններ եք դուք ակնկալում, այսինքն ամենալավ սցենարը մինչև ամենավատ սցենարը։ Նախ եկեք հիշենք հետևյալը, որ մեր օրենսդրությունը արգելում է, որ ընտրությունների օրը նշանակված լինի սահմանադրական հանրաքվե։ Ոստի ես դրա հավանականությունը շատ ցածր եմ գնահատում, մեկ, երկրորդը Ինգալյանը ասաց, որ մարտին է ներկայացվելու, հիշեք, որ ինքը հանրաքվեն նաև որոշակի պատրաստվելու ժամկետներ ունի, բաց դրանից ի դեպ նաև ինքը որոշակի ընթացակարգ ունի, այսինքն սկզբից դա պետք է մտնի ազգային ժողով, ազգային ժողովում պետք է քննարկվի, հետո ազգային ժողովում պատգամավորների որակյալ մեծամասնությունը պետք է որոշում ընդունեն դա հանրաքվեի դնելու, իսկ այդտեղ շատ լուրջ հարց է, արդյոք քաղաքացիական պայմանագիրը ընդունակ է այս պայմաններում որակյալ մեծամասնությամբ որոշում ընդունելու։ Ոչ թե որովհետև չունի ընդհանրապես, այլ որովհետև մենք տեսնում ենք, որ ունենք ինչ-որ մի հատ իրավիճակ, երբ որ ինչ-որ քանակության պատգամավորներ կարծես թե դուրս են մնում ապագա ցուցակից, քաղաքացիական պայմանագրի դժգոհություններ են հայտնում եւ այլն, ոստի որակյալ մեծամասնությունը կարող է չստանան։ Դրանից կարծում եմ, որ իրեն գուցեև մարտին ներկայացնեն ինչ-որ բանի դեպ Տիկին Գալյանը նաև ասաց, որ որոշակի կա հարցերում դեռևս նույնիսկ չեն քննարկվել, օրինակ ասաց Սահմանադրության 17-րդ հոդվածի հարցը, 18-րդ հոդվածի հարցը, եկեղեցու հետ հարաբերությունների հարցը չի քննարկվել, անկախության հռչակագրի հարցը չի քննարկվել եւ այլն, ոստի նույնիսկ այդ ժամկետների մեջ չգիտեմ ինչպես են տեղավորվելու, դա որ հավանականությունը որ դա ընտրություններից առաջ տեղի կունենա Ես շատ ցածր եմ գնահատում։ PR քայլ եք համարում, երևի ադրբեջանցիների համար, հա։ Այո, ես պետք է կապեմ դա այսօր Աբու Դաբիում տեղի ունեցած այդ հանդիպման հետ, ինչ որ իմաստով փոխադարձ ուղերձներ են տալիս։ Դա մեկ, երկրորդը հիշեցնեմ ձեզ հետևյալը, որ սահմանադրական հանրաքվեն, որպեսզի տեղի ունենա, գրանցված ընտրողների առնվազն 25%-ը պետք է հանրաքվեի դրված հարցին դրական պատասխան տան։ Դրա հավանականությունը եւս ծայրահեղ ցածր է։ Դրա հավանականությունը եւս ծայրահեղ ցածր է, որովհետեւ այդ թվով ընտրողներ պետք է գան հանրաքվեի, իսկ սովորաբար հանրաքվեի շատ ավելի քիչ մարդ է մասնակցում, քան թե սովորական ընտրություններին, հա, եւ խոսքը գնում է ոչ թե արկա ընտրողների, այլ գրանցված ընտրողների, իսկ Հայաստանում գրանցված ընտրողների մոտավորապես կես միլիոնը ընդհանրապես երկրում չեն, ապրում են արտերկրում։ Դա էլ է պետք հիշել, հա, Հայաստանում մոտ 2.5 միլիոն ընտրող է գրանցված, բայց ֆիզիկապես արկան Հայաստանում 2 միլիոն է։ Այսինքն դա բարձրացնում է, շատ լուրջ բարձրացնում է մասնակցության շեմը։ Ինչպես են իրանք այդպիսի մասնակցության շեմը ապահովելու են պայմաններում, երբ որ հարաբերության ճնշող մեծամասնությունը ընդհանրապես դեմ է սահմանադրական փոփոխություններին, ես նույնիսկ չեմ պատկերացնում։ Ոստի ես կարծում եմ, որ Տիկին Գալյանի ամբողջ ելույթը ավելի շատ ուղղված էր Իլյամ Ալիևին, քան թե մեր հասարակությանը։ Այսինքն մենք տպավորություն ունենք, որ գուցե դա տպավորություն է, հուսա միայն տպավորություն է, բայց անընդհատ այդ հաճոյանալու կամ այդ ուղերձներ հղելու մեխանիզմը կարծես իրենք աշխատեցնում են, այսինքն անընդհատ ինչ-որ բաներ, որ հանկարծ չմտածեք, մենք ինչպես պայմանավորվել ենք, այդպես էլ անելու ենք, ոչինչ չի փոխվել, հանգիստ եղեք կամ, բայց ոմանք էլ ասում են դա միակ ձևն է Ադրբեջանին խաղաղեցնելու, հանգստացնելու, դուք ինչ եք կարծում, դա ինչ մեխանիզմ է։ Գիտեք, ես կարծում եմ, որ երբ որ մեր երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող թե իրականում նախագահ չհանդիսացող անձը շնորհակալություն է հայտնում ցեղասպան երկրի բռնապետին, հա, այդտեղ առնվազն ես արժանապատվության լուրջ կորուստ եմ տեսնում, առնվազն արժանապատվության լուրջ կորուստ եմ տեսնում, դուք տեսաք երևի, որ երեք զոհված զինծառայողների ծնողները նույնիսկ ցույց էին կազմակերպել նախագահական ադմինիստրացիայի դիմաց, որովհետև ինչ-որ մի հատ սահման կա, երբ որ դու անցնում ես դիվանագիտության, այսպես խելամիտ սահմանը, հա, եւ ունես արժանապատվության կորուստ, դրա հետ կապված Չերչիլը մի անգամ ասել է նաեւ, որ եթե դու ընտրում ես արժանապատվության եւ պատերազմի միջև, արդյունքում ստանում ես եւ արժանապատվությունը դες կորցնում եւ խաղաղությունը։ Չի կարելի անընդհատ
դիմացի կողմին սեփական թուլությունը ցույց տալ։ Ի վերջո նույնիսկ խաղաղեցումը, նույնիսկ հաշտությունը եւ այլն պետք է արժանապատիվ պայմաններով տեղ ունենա, դա ակնհայտ է։ Դա ակնհայտ է, ըստի վճռականորեն դատապարտում եմ այդ ինչ որ տեղի ունենում եւ չեմ համարում, որ դա ունի ռացիոնալ բացատրություն։ Չունի ռացիոնալ բացատրություն, դա այսպես կոչված Ստոկգոլմյան սինդրոմ է։ Ավելի վատ Երևանյան։ Դա Ստոկգոլմյան միջազգային ոնց որ անվանումն է, հա, երբ որ զոհը անընդհատ դահիճին փորձում է գցնել։ Եվ արդարացնել դահիճին արդարացնել, այո, եւ գցնել։ Մենք ունենք իրավիճակ, երբ որ այս վարչախումբը, քանի որ բացարձակ պարտություն է կրել, քաղաքական պարտություն առաջին հերթին, որովհետեւ մենք իրական խոսել ենք նախկինում դրա մասին, ռազմական պարտությունը այդքան ակնհայտ չէ, որքան քաղաքական պարտությունը, հա։ Եվ նույնիսկ ռազմական պարտությունը այն տեսքով որ տեղի ունեցել, դա պարզապես հարմարացվել է քաղաքական պարտությանը։ Քաղաքական պարտություն է կրել եւ դրանից հետո անընդհատ փորձում է սեփական դահիճին, այո, արդարացնել, գցնել, շողոքորթել եւ այլն, որը նորից եմ ասում, արդեն ոնց որ հասել է մեր ժողովրդի արժանապատվության սահմանին, պատական չի որ առաջ անգամ եք տեսնում այդպես բան, մարդիկ դուրս են գալի ցույցի, ասում են վերջ տվեք ես։ Իշխանություն մենք հիմա հասկանում ենք, կարծում համաձայն եք, որ իշխանություն պահելու համար իրենք պատրաստ են ամեն ինչ զոհաբերել, միայն թե պահեն իշխանությունը։ Այդ ունի արժանապատվությունը։ Ես կարծում եմ, որ այդ ճանապարհով իրենք իշխանությունն չեն պահի, որովհետև նույնպես եմ ասում, ի վերջո իշխանության պահելու համար առնվազն, ասենք, աջակիցների համախոհների ինչ որ մի հատ բանակ է պետք։ Ես վերջի, ասենք, մի քանի ամիսների ընթացքում հետևելով նաև, օրինակ, հանրային տրամադրություններին, սոցիոլոգիական հարցումներին, հանրային արձագանքին այդ ամեն ինչին տեսնում եմ, որ դա բացարձակ իրենց ոչ մի միավոր չի ավելացնում, բացարձակ, ընդհակառակը։ Անչափաբան, մենք այս հարցը մի անգամ էլ ենք ձեզ հետ քննարկել եւ ես ոչ թե համաձայն չէ ձեզ հետ, ես փորձում եի երկու տեսակետները իրար բերել եւ փորձել հասկանալ։ Ի վերջո Փաշինյանի ընտրողների հարցը ոմանք համարում են, որ ինքը ընդհանրապես խնդիր չունի։ Երբ որ ասում են, բայց եթե խնդիր չունի, ինչու է այս ամեն ինչը անում, ենթադրենք այս համերգները, եկեղեցու դեմ ընդվզումները, ամեն ինչ, չէ՞ որ դա ավելի շատ թուլության նշան է, քան թե ուժի նշան է։ Ասում են, դա ինքը ամեն փոքր քամուց վախենում է, բայց իրականում ինքը խնդիր չունի, իսկապես հասկանալի չէ թե ինչու է այդպես անում։ Ի վերջո որտեղ է ճշմարտությունը։ Կա քաղաքական ուժեր, որոնք ձեռնոց են նետել իրեն եւ որոնք կարող են իսկապես մրցակից լինել։ Այլ կերպ ասած, արդյոք այլ ընտրանքներ կան եւ մարդիկ չեն էլի ստիպված լինելու ընտրել, չգիտեմ, վատագույնի չարիքի եւ չգիտեմ ավելի քիչ չարիքի միջև։ Ես կարծում եմ, որ 26 թվականին իրավիճակը արմատապես տարբերվում է 21 թվականի իրավիճակից, արմատապես։ Որտեղ 21 թվականին հասարակության զգալի մասը Փաշինյանին եւ նրա վարչակարգը մեղադրելով պարտության մեջ, այնուամենայնիվ նաեւ համարում էր, որ այդ պարտության մեջ նաև նախկին իշխանությունները ունեն իրենց դերը, հա, մասնապես երկիրը բավարար չափով մոտալուտ պատերազմին չպատրաստելու պատճառով համարում էին նաև, որ եթե իրանք դեմ գնան Փաշինյանին, դրանով կբերեն նախորդ իշխանություններին, հետ կվերադարձնեն եւ այլն, հա։ Հիմա իրավիճակը տարբեր է։ Առաջին հերթին նրանով, որ Փաշինյանի քաղաքական հակառակորդները այլևս նախորդ իշխանությունները չեն։ Եվ դա իմ համար ակնհայտ է նաև բոլոր այն սոցիոլոգիական հարցումների հետևյալներից, ոնց մենք հետևում ենք, մասամբ ինքներս ենք պատվիրում եւ արդյունքները գիտենք, մասամբ հանրայնացվում են եւ այլն։ Դրանց բոլորը արդյունքները ցույց է տալիս, որ այլևս Փաշինյանի հակառակորդները նախորդ իշխանությունները չեն, ոչ երկրորդ նախագահն է, ոչ երրորդ նախագահն է, երրորդ նախագահը ընդհանրապես պարզ չի պատրաստ ընտրություններին մասնակցել, երկրորդ նախագահը, եթե նույնիսկ մասնակցի, հիմնական հավակնորդը այլևս ինքը չի լինելու։ Ոստի դա էապես փոխել է իրավիճակը։ Եթե դուք ուշադրություն եք դարձրել, Փաշինյանը եւ իր թիմը վերջի շրջանում իր ամբողջ քարոզչական մեքենան այլևս չի օգտագործում երկրորդ նախագահի դեմ։ Քարոզչական մեքենան արդեն հիմա օգտագործվում է մյուս անգծված հավակնորդի դեմ։ Եվ եկեղեցու դեմ։ Սամվել Կարապետյանի եւ իր թիմի եկեղեցու դեմ էլ ավելի քիչի դեմ։ Գիտեք ինչու եկեղեցու դեմ։ Եկեղեցին այսպես ասած նախորդ տարվա երկրորդ կեսն էր, որովհետև այս ընթացքում իրանք այդտեղ փակուղի մտան, իրանք հասկացան, որ եկեղեցում իրանք կարողացան որոշակի ճեղքվածք մտցնեն, բայց մեղմ ասած դեմ առան եկեղեցու մեծամասնության եւ քահանաց դասի եւ վարդապետաց դասի եւ եպիսկոպոսաց դասի մեծամասնության շատ միամուռ եւ կոշտ դիմադրությունը, շատ միամուռ եւ կոշտ, որը իմ միջալուց ամենակարևորը նաեւ աշխարհիկ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը աջակցեց։
Փաշինյանի համար ակնհայտ է, որ ինքը այդտեղ պատի է դեմ առել, իր հաջորդ քայլը պետք է լինի բացարձակ ապօրինությունը, ձերբակալություններ պիտի լինեն։ Տեսեք, ձերբակալությունները ինքը հələ կարողանում է ինչ-որ կերպ, ասենք, մեղմ ասած սքողի, հա, որովհետև օգտագործում է իրավապահ մարմիններին, թեև ես համոզված եմ, որ երբ որ մենք հասնենք իշխանապողության, բոլոր այն մարդիկ, որոնք իրավապահ մարմինների համակարգում մասնակցել են այս ապօրինություններին, այդ մարդիկ եւս պատասխանատվության են Իհարկե։ Անպայման, որովհետև իրանք ըստ էության եւ մեր օրենսդրությունը փառքաստու դա նախատեսում է քրեական պատասխանատվություն ապօրինի քրեական հետապնդման համար։ Եվ մենք հասնելու ենք նրան, որ այն մարդիկ, որոնք այս ընթացքում Փաշինյանի վարչակարգի պատվերով իրականացրել են ապօրինի քրեական հետապնդում, ապօրինի, օրենքով չնախատեսված քրեական հետապնդում, այդ մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու։ Ես դրանում որևէ կասկած չունեմ։ Հիմա այդ իմաստով Փաշինյանը հասկացել է, որ եկեղեցու դեմ իր արշավը հասել է փակուղու, գիտեք, հիմա էլ ասենք օրինակ Հայաստանում կոնֆերանսա տեղի ունենում նաև կրոնական համերաշխության եւ այլն, այսինքն աշխարհը սկսել է դրա վրա ուշադրություն դարձնել։ Մարդիկ ի վերջո եւ ոչ միայն Հայաստանում, ասում են, չեք հասկանում, այս ինչ է կատարվում։ Չկա աշխարհում sense պետություն, այն էլ պետություն, որը իրան ժողովրդավարական է հորջորջում, որը այս կարգի գրեհիկ կերպով փորձում է միջամտել եկեղեցու գործերին, փորձում է օրինակ արգելափակել եպիսկոպոսատ ժողովի անցկացումը, արհեստական, էլի արհեստական քրեական հետապնդում։ Բայց պարոն Չալաբյան, շատ լավ գիտեք, որ նաև աշխարհը այնպես չի, որ ինքը չի սիրում կույր լինել եւ կույր մնալ։ Նույն ԵԽԽՎ-ում վերջերս եղավ զեկույց եւ բանաձև ընդունվեց, որտեղ դատապարտվեցին եկեղեցու։ ԵԽԽՎ-ի բանաձև այդքան միարժեք չի։ Եթե դուք տեսնեք, այնտեղ կա մեղմ ասած երկու կողմերն էլ ուղղված որ արևմուտքը կամ մնացածը հասկանալի է, որ այնտեղ մարդիկ կա միգուցե, որոնք հասկանում են իրողությունները, բայց շատերը նախ հետաքրքիր չեն այդ մանրամասները, երկրորդը դա դուք հետաքրքիր բառ օգտագործեցիք, սքողում են տարբեր տեսակի քրեական բացատրությունները, որ մարդը քրեական հանցագործ է, հիմա մենք եկեղեցու դեմ չենք, մարդի ընդհանրենք թմրանյութերի, SSS հարցերով է։ Եկեք շատ կոնկրետ էլի, Նաթան arczepiskoposը ինչ քրեական հանցագործ է, եթե նա չէ, նույնիսկ դրսի մարդը դա չի խորանում այդքան։ Չէ, խորանում, ասում են մարդուն դատել ենք ըստ իր բանի հանցագործությունը կատարել։ Խոսքը չի գնում, ենթադրենք, օրինակ Սլովակիայում ապրող շարքային, ասենք բանի, հա, Վարշավի կամ տաքսուվարդի մասին։ Խոսքը գնում է իրենց քաղաքական էլիտաների մասին։ Իսկ գերագնահատում եք ուղղակի։ Չեմ գերագնահատում։ Երբ որ այս քանակությամբ, այսինքն հասկանում եք 1 դեպք, 2 դեպք, բայց երբ որ տասնյակ բարձրաստիճան հոգևորականներ արդեն անցնում են քրեական գործերով, դա ախր միտում է դառնում, դա հնարավոր չի թաքցնել։ Ի վերջո դա հարցեր է առաջացնում։ Եվ նույնպես եմ ասում, անձամբ իմ կարծիքով Փաշինյանի նաև այս այսպես ասած ռետորաբանության փոփոխությունը եկեղեցու հարցում, որ իր համար շատ ծայրահեղ է, ըստ էության ինքը ստիպված է ընդունել, որ ինքը պարտվել է այս հարցում։ Չի ասում դրա մասին, բայց դրա համար է գնացել թմբուկ խփում, որովհետև ուրիշ անելու բան չունի, հասկանում եք։ Ուրիշ անելու բան դա մասնապարակ, նա պայմանավորված է երկու գործոնով։ Այն դիմադրությամբ, որ ներսից տեղի ունեցավ մեր բոլորի աչքի առաջ, հա, բայց նաև դրսից էլ որոշակիորեն հասկանում եք, ես ինչ-որ իմաստով ձեզ կարտ բլանշ են տալի, ասում են գնա արա։ Բայց այդ կարտ բլանշը ժամանակային պատուհան ունի, մի շաբաթ, երկու շաբաթ։ Եթե մարդը վերընտրվի, կասեն դե նա։ Այդ մեծ եթե է։ Այդ եթե։ Բան շարժան, մյուս կողմից է կա այլ մեկնաբանություն, որ ինքը թմբուկ է խփում, որովհետև ընդհանրապես իր վեջին չի, հա, որովհետև ինքը խնդիր չի տեսնում, դա համար պարապ է, ինչ-որ բանով պիտի զբաղվի, ինչ-որ բանով պիտի զբաղեցնի իր ընտրողներին։ Ես կարծում եմ, որ բացատրությունը շատ ուրիշ է։ Ինքը թմբուկ է խփում եւ ընդհանրապես ասած իր անտենց մի քիչ ծաղրացուի տեղադրել վերջի շրջանում, շատ པարզ պատճառով, որովհետև ինքը իր սեփական անդրազանգվածին փորձում է հերթական անգամ մոլորեցնել եւ ինչ-որ իմաստով կեղծ ուղերձ հղել, որ մեր մոտ ամեն ինչ լավ է։ Բայց կարող աշխատի, որ մեր մոտ ամեն ինչ լավ է, որ մեր մոտ խնդիր չկա, մեր մոտ խաղաղություն է հաստատվել, մեր մոտ բայց դա ավելի աշխատող է, երբ որ դու մարդուն ասում ես, որ խնդիր չկա, ամեն ինչ լավ է լինելու, խաղաղություն, Աղավասիկ, ես Ալիևի հետ հանդիպում եմ, Աղավասիկ մեզ չեն կրակում սահմանների վրա, Ալիևը մեզ ծորեն ուղարկում, նավթ ուղարկում, սա ուղարկում, վերջ։ Չէ, մի րոպե, նայեք, եկեք երկու բան իրաց բաժանենք։ Նախ ձեր հարցադրումը հետևյալն էր։ Դուք ասում եք նա դա անում է, որովհետև խնդիր չունի։ Չէ, ունի խնդիր եւ անում է, որպեսզի այդ խնդիրը փորձի լուծել։ Այսինքն նորից եմ ասում, բացատրությունը նրանում է, որ նա փորձում է, այսպես ասած, դրական ուղերձ հղել հասարակության հետ մեկ։ Երկրորդը հիմա դուք երկրորդ հարցն եք տալի, որը դրական ուղերձը տեղ է հասնում։
Այո, մասամբ տեղել է հասնում այդ դրական ուղերձը։ Այո, մասամբ տեղել է հասնում, բայց մասամբ էլ չի հասնում։ Ինչի, որովհետև շատ մարդիկ արդեն որոշակի իմունիտետ են ձեռք բերել։ Մեր հասարակության, եթե այդպես չլներ, Փաշինյանի վարկանիշը շարունակաբար կաճեր, բայց չի աճում։ Ինչի, որովհետև մարդկանց մեծ մասը իդեպ պետք է հաշվի առնել հետևյալը, եւ խնդիրը միայն Փաշինյանի մեջ չի։ Երբ որ ինչ-որ իշխանություն արդեն 2 ժամկետ կառավարել է, հա, իսկ Փաշինյանը արդեն 2 ժամկետ կառավարել է, նա հասարակության ներսում արդեն որոշակի, այսպես ասած, կայուն իմունիտետ է ձեռք բերում։ Տեղի ունենում որոշակի տարաբաժանում կողմնակիցների եւ հակառակորդների եւ երկուսն էլ բավական կայուն զանգված են դառնում։ Մենք դա տեսնում ենք նաեւ, հա, որ հիմա իր աջակիցների թիվն էլ է կայունացել։ Իր հակառակորդների թիվն էլ է կայունացել։ Չի քչացել աջակիցների թիվը։ Դե նայած ինչի համեմատ։ Ինչ որ ժամանակի համեմատ քչացել է, բայց վերջի 21 թվի համեմատ 21 թվի համեմատ քչացել է։ Վերջի տարվա մեջ է կայունացել։ Ասեմ ձեզ հետեւյալը, որ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ վերջի 1 տարվա ընթացքում դա բավական կայուն է եւ իր տարբեր գործողությունները դրա վրա քիչ են ազդում եւ այս կողմ եւ այն կողմ։ Օրինակ հետաքրքիր բան ձեզ ասեմ, հիմա որպես հիշողություն ասեմ նաեւ։ Երբ որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքվեց այդ բանը, համաձայնագիրը, հա, տպավորություն կար մանավանդ իրանց այդ ասվածած քարոշչամեքենան միանգամից միացավ, սկսեց դա փողարել, թմկահարել եւ այլն, տպավորություն կար, որ դա շատ լուրջ բան կունենա, հա, իրանց համար վարկանիշային էֆեկտ ունենա։ Ոչ մի էֆեկտ չունեցավ, համարյա ոչ մի էֆեկտ չունեցավ, որովհետեւ շատ մարդիկ սկսեցին նաեւ հարցեր տալ, իսկ դա ձեռնտու է երկրի համար, թե չէ։ Իսկ ինչին է մեզ պետք է թրիպը։ Իսկ արդյոք մեզ պետք է մեր ինքնիշխանությունը զիջել եւ այլն, այսինքն նես չի, որ ցանկացած գործողություն, որը նույնիսկ տենց գույնզգույն փաթեթավորվում է, բան մարդկանց կողմից դա ընդունում է։ Ինչի որտեղ մարդիկ արդեն սկսել են հասկանալ։ Իրանք սկսել են հասկանալ այն տեխնոլոգիան, որը դրա հիմքում ընկած է։ Էլի չեք գերագնահատում։ Չեմ կարծում։ Մարդիկ այդպես ռեֆլեքսիա են արել, հասկացել են։ Նույնիսկ եմ ասում, խոսքը շատ հաճախ իրացիոնալ ենթագիտակցական չէ, ավելի հասկանում։ Խոսքը գնում է բավական նախ երկար ժամկետի մասին։ Հետո մի հատ ուրիշ հետաքրքիր գործոն կա, որը մենք այս վերջի շրջանում սկսել ենք ավելի տեսնել։ Մարդիկ արդեն նաև սկսել են իրանց կաշվի վրա զգալ վնասները այս իրավիճակի։ Պարզ օրինակ ձեզ բերեմ, որպեսզի ավելի պատկերավոր լինի։ Օրինակ խոսքը գնում է Վարդենիսի տարածաշրջանի մասին, հա, մինչև 2020 թվականը Վարդենիսի տարածաշրջանը կարելի ասել բարգավաճում էր։ Ինչի, որովհետև Վարդենիսով հիմնական մայրուղիներ անցնում դեպի Արցախ, 1։ Երկրորդը Սոտկի ոսկու հանքը ամբողջ թափով աշխատում էր։ Վարդենիսում բազմաթիվ ձեռնարկություններ էին գործում, անասնապահություններ զարգանում եւ այլն։ Հիմա ինչ է տեղի ունեցել։ Ճանապարհը բնականաբար արդեն չկա, որտեղ ինքը ոչ միտեղ չի տանում։ Սոտկի հանքը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Լեռների մարգագետինների զգալի մասը գտնվում են ադրբեջանական նշանառության տակ։ Եվ եթե դա այդ ամեն ինչը քիչ էր, հələ մի հատ էլ Փարշինյանի վարչախումբը Վարդենիսից հանելա պետական հիմնարկների զգալի մասը տեղափոխելա Մարտունի այն տրամաբանության, որ իրանք օպտիմիզացիա են անում։ Հիմա մարդկանց մեծ մասը, որոնք այնտեղ ապրում են, պարզապես ամենաիրական տեսքով սկսել են իրանց ապրուստի միջոցները կորցնել։ Իրանց ապրուստի միջոցները, այսինքն այս ինչ որ տեղի ունեցել, սկսել է գալ հասնել իրանց անձնական կյանքին։ Բայց այդ մարդիկ գնալու են եւ չեն ընտրելու Փաշինյանը։ Ես կարող եմ ասել ձեզ հետեւյալը, որ այնտեղ տրամադրությունների շատ լուրջ փոփոխություն ա տեղի ունեցել։ Իսկ արցախցիներ կա, որոնք ուզում են ընտրել իրեն։ Նույնիսկ մի բան ձեզ ասում եմ, Գեորգ ջան, ոչ մի բան 100%-անոց չի, որի մասին մենք խոսում ենք։ Ոչ Փաշինյանի կողմնակիցներն են 100%-անոց, ոչ հակառակորդներն են 100%-անոց։ Խոսքը գնում է հարաբերակցության մասին։ Հիմա եթե խոսում ենք Վարդենիսի տարածաշրջանի մասին, հարաբերակցությունը կտրուկ փոխվել է։ Եթե նախկինում Վարդենիսը մեծամասամբ աջակցում էր Փաշինյանին, հիմա ինքը մեծամասամբ դեմ է։ Ինչի, որովհետև նույնիսկ եմ ասում, տեղի են ունեցել շատ իրական ցավալի փոփոխություններ իրենց համար, ցավոտ։ Այդ մարդիկ իրենց անմիջական կյանքի, կենսամակարդակի, անվտանգության ընկալման վրա են տեղի տեսել այդ փոփոխությունները, եւ դա միայն Վարդենիսը չի։ Պարոն Շալբյան, Փաշինյանի թիմը բավականին լուրջ օգտագործում է մանիպուլյացիայի գործիքը։ Մասնավորապես վարպետ են կարելի ասել, վարպետացել են, այո, գրոսմայստերներ են, օգտագործում են առաջինը խաղաղության դիսկուրսը, որ վերջ խաղաղություն է, առավել քան երբևէ անվտանգություն ունենք եւ երբեք չի լինելու այլևս նախկինի նման։ Բանակում որևէ մեկ այլևս չի զոհվելու, բանակը կրճատվում է, դառնում է պրոֆեսիոնալ, սահմաններին մենք խնդիրներ չենք ունենալ այլևս։ Եվրամիության արդեն շուտով ամիսներ անց կունենանք ազատականացում վիզաների մուտքի արտոնագրերի
եւ ելի մի քանի էլի այդպես գեղեցիկ փաթեթավորված, բայց ինչ որ առումով նաեւ այնպես չի որ լրիվ իրականությունից կտրված, նույն ենթադրենք Եվրամիության հետ կապված, նույն Եվրամիությունն է ասում, որ այո, եւ այսինքն իրանք չեն հորինում, այլ հարցը թե երբ, հա, դա կարող է լինել 10 տարի հետո, 5 տարի հետո, չգիտեմ, բայց կամ չլինել երբևէ, բայց հիմա դա կարելի է օգտագործել։ Իսկ որն է այլ թիմերի, այլ ուժերի հակառակումը, չէ՞ որ դու չես կարծել խաղացում ես պետք չի կամ տեսեք ես ԵՄ պետք չի այլ թիմերի մասին չխոսեմ, մեր մասին եւ մեր ծրագրի մասին։ Տեսեք, ես կարծում եմ, որ չկա Հայաստանում երևի որևէ քաղաքական գործիչ, որը ստապ մտքով հակառակվի խաղաղության գաղափարին։ Չկա տենց գործիչ, որովհետեւ բնականաբար բոլորս էլ ձգտում ենք խաղաղության եւ հասկանում ենք, որ խաղաղությունն է մեր երկրի զարգացման կարևորագույն նախադրյալը կամ նախադրյալներից մեկը։ Այլապես երկիրը ներդրումներ չեն գա, բնակչությունը ըստ կշարունակի արտահոսել եւ այլն։ Բոլորս այդ հրաշալի հասկանում ենք, չասած որ կորուստներ ենք ունենում ցավալի։ Խնդիրը հետեւյալն է, մեր եւ Փաշինյանի տրամաբանական տարբերությունը ոչ թե նրանում է խաղաղություն լինի թե պատերազմ, այլ ինչ միջոցներով ապահովի խաղաղությունը։ Փաշինյանի տրամաբանությունը հետեւյալն է, եկեք մենք եւ Ադրբեջանին եւ Թուրքիային տանք այն ամեն ինչ որ իրանք ուզում են եւ դա կբերի խաղաղություն։ Բայց իրանք ուղղակի դա չեն ասում։ Դուք ասում եք, որովհետեւ դուք վերլուծական միտք ունեք։ Դուք վերլուծում եք, բայց դա այդպես է։ Դուք տեսնում եք այդ կտավը ոնց է կառուցված, բայց սովորական մարդը չի ասում, «Օ, խաղաղությունը տեսակներ ունի»։ Չէ, ներողություն։ Մի բան ես ասում եմ, եկեք նախ մարդկանց չթերագնահատենք։ Մենք մարդկանց անընդհատ շփվում ենք, հա։ Պարզա որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են մտածում։ Հայաստանում վերլուծական միտք եթե լիներ այդպեսի ինչպես ենք պատկերացնում, նորից եմ ձեզ ասում եմ, մարդիկ տարբեր են եւ ինձ թվում է մենք չպետք է փորձենք բոլոր մարդկանց ինչ որ մի հատ ընդհանուր սանրով սանրել։ Մարդկանց ներսում կան տարբեր մոտեցումներ։ Կան մարդիկ, որոնք հավատում են Փաշինյանին ասացին, այո կան։ Կան մարդիկ, որ այլ կերպ են մտածում, այո իհարկե կան եւ ամբողջ խնդիրը նորից վերադառնամ իմ նախորդ մտքին, դա այդ մարդկանց հարաբերակցության մեջ է։ Հիմա Փաշինյանը այս ընթացքում որևէ կերպ չի հիմնավորել, որ այն խաղաղությունը, որ ինքը բերել է, դա հարատև եւ կայուն խաղաղություն է։ Չի հիմնավորել։ Ինքը ասում է խաղաղություն է, որտեղ վերջի մի տարին մեր սահմանների վրա չեն կրակում, թեև կրակում են իրականում, բայց հասկանալի է, որ ռազմական գործողություններ չկան։ Ամենապարզ հարցը հետեւյալն է. խաղաղությունը ինչով է երաշխավորվում։ Ինչով է երաշխավորվում խաղաղությունը։ Դաշնակցային հարաբերությունները, որ չունես, թե գերհզոր բանակով, որը չունես։ Ինչու՞ է ասում մենք փոխում ենք բանակը, մենք դարձնում ենք ուժեղ, զենքեր, սպառազինություն են գնում, բարեփոխումներ են արվում, ինչ եք ուզում, անում ենք, քայլ առ քայլ անում ենք։ Ուրեմն, այստեղ խոսանք, եթե ուզում եք դրա մասին կարող ենք խոսել։ Բանակի թվակազմը կրճատվում է։ Ռազմական բյուջեն այս տարի կրճատվել է։ Այդ երկուսն էլ փաստեր են, որից հնարավոր չի խուսափել։ Եվ թվակազմը, եւ ծախսերը այս տարի կրճատվել են։ Այն դեպքում, երբ որ Ադրբեջանում եւ թվակազմը եւ ծախսերը շարունակում են աճել։ Ուստի այդ հարցի պատասխանը հետևյալն է։ Նորից, ինչով ես ապահովում քո խաղաղությունը։ Դաշնակցային հարաբերություններ չունես։ Սեփական զինված ուժերի հետ ընդարձակում Ադրբեջանին հաճոյանալով։ Ահա, այ հենց այդտեղ է, որ մենք գալիս ենք պարզ պատասխանին, որ Ադրբեջանին հաճոյանալով դու չես կարող հարատև խաղաղություն ապահովես։ Ինչու՞ միջին վիճակագրական քաղաքացի ասում են ինձ մեկ է թե ինչպես։ Ես ուզում եմ խաղաղություն։ Հիմա թե դա անում է ինքը իր ինչ մասով է անում, ոնց է անում, դա իր խնդիրն է։ Ես նորից ուզում եմ ձեզ փորձեմ իմ միտքը հասցնեմ։ Միջին վիճակագրական քաղաքացի գոյություն չունի։ Դուք ստեղծում եք ձեր մտքում ես իմ արհեստական, չէ, մի բան, որպեսզի թյուրըմբռնում չլինի։ Ես փորձում եմ այն ինչ որ ասում եք, ես մարդիկ ովքեր ինձ գիտեն, ես տասնյակ հոդվածներ ունեմ դրա մասին գրած, այսինքն բնականաբար դա իմ մտքերը չեն, որ ես հիմա բարձրաձայնում եմ, դրանք իմ մոտեցումները չեն, հո ես այդպես չեմ մտածում, ես փորձում եմ հակադրվել ձեզ, որպեսզի դուք կարողանաք պատասխանել նման մարդկանց, որոնք գնալու են եւ ընտրելու են Փաշինյանին, ոչ թե ինձ դուք ասեք, ես շատ լավ գիտեմ այդ բանը, բայց նորից ուզում եմ ձեզ ասեմ հետեւյալը, միջին վիճակագրական քաղաքացի կոնցեպտը գիտական տեսանկյունից լավ, այդպես չկոչենք, ուղղակի ընտրողին, Նիկոլ Փաշինյան ընտրողին։ Մարդիկ տարբեր կերպ են մտածում։ Սկսենք դրանից։ Մարդիկ տարբեր կերպ են մտածում։ Ուստի մեր հիմնական խնդիրը նրանում է, որ առավելագույն թվով մարդիկ մտածեն մեր կերպ։ Այսինքն, իրանք ասեն հետևյալը, եթե մենք ուզում ենք խաղաղություն, այդ խաղաղությունը առնվազն պետք է ունենա երկու կարևորագույն բաղադրիչ։ Արտաքին բաղադրիչը դա դաշնակցային հարաբերություններն են,
երաշխավորված, կայուն, հիմնավոր դաշնակցային հարաբերություններ եւ ներքին բաղադրիչը, որը կայացած է տարբեր Դեն ասում եմ ամերիկացիները կապով են, թրիփը կլինի, ամերիկացիները թույլ չեն տա, որ ադրբեջանցիները մի քայլ անեն։ Ամերիկացիները ինչ կապով Թե են։ դուք Ամերիկացիները մեր հետ ունեն պայմանագրային ամբողջ խնդիրը սա է, որ այն ինչ որ դուք ասում եք, առանց մանիպուլյացիայի մտքերն եք արտահայտում, բայց ես ասում եմ, որ կա մանիպուլյացիա, այսինքն վերցնել իրողությունները լրիվ շրջել եւ ներկայացնել գեղեցիկ քաղցր հաբի ձևով։ Երբ ջան, բայց երբ որ ես փորձում եմ ձեզ պատասխանել, չէ, նաեւ ձեր դրած հարցերի պատասխան տամ, դուք միանգամից ինձ ընդհատում եք։ Հիմա նորից վերադառնանք օրինակ ձեր ասած փաստարկին։ Ամերիկացիները մեր անվտանգությունը կապավեն։ Ամերիկացիները մեր անվտանգությունը չեն ապահովի։ Շատ բարձ պատճառով, որովհետեւ ամերիկացիները մեր անվտանգությունը ապահովելու որևէ պարտավորություն չեն ստանձնել։ Այն համաձայնագրերը, որ մենք ստորագրել ենք ամերիկացիների հետ, խոսքը գնում է մի հատ կոնկրետ պրոյեկտի հետ կապված։ Իրանք դրա բավարար է, որ նրանք պաշտպանի իրենց ներդրումները։ Իրանք դրա դիմաց ոչ մի պարտավորություն չեն ստանձնել, այդ մեկ։ Երկրորդը, եկեք վերցնենք շատ կոնկրետ իրավիճակ։ Սիրիայում ամերիկացիները ժամանակին օգնեցին քրդական աշխարհազորին, որպեսզի նրանք ձևավորեն այսպես կոչված Սիրիայի դեմոկրատական ուժեր, եւ Սիրիայի մոտավորապես 1/3-ը վերահսկում էին այդ Սիրիայի դեմոկրատական ուժերը։ Ամբողջ այս ընթացքում Թուրքիայի ճնշման տակ քայլ առ քայլ Սիրիայի դեմոկրատական ուժերը թողում են այն տարածքները, որոնք իրանք վերահսկում էին, ներառյալ նաեւ քրդաբնակ տարածքները։ Եվ իրենց արեալը անընդհատ սահմանափակվում է։ Ինչու՞, որովհետեւ ամերիկացիների դաշնակիցը հիմնական այս տարածաշրջանում Թուրքիան է, եւ Թուրքիան կարողանում է տարբեր իրավիճակներում ամերիկացիներից զիջումներ կորզել։ Հիմա այդ պատկերացրեք մի հատ իրավիճակ, երբ որ Թուրքիան գալիս է ու ամերիկացիներն ասում է հարգել է ամերիկացի գործընկերներ։ Վաղվանից այդ ճանապարհի վրա նաև պետք է թուրքական զինվորներ կանգնեցնեն։ Ամերիկացի գործընկերները բնականաբար կասեն ոչ սկզբից։ Հետո էլի կասեն ոչ, հետո Թուրքիան պետք կլինի իրանց մի հատ շատ կարևոր խնդրի համար կասեն լավ, բերեք ձեր զինվորները։ Ամեն Ադրբեջանը կֆինանսավորի։ Բերեք ձեր զինվորները շարեք։ Հասկանում եք, մենք պետք է հասկանանք հետեւյալը, որ ամերիկացիները մեր դաշնակիցը չեն, մեր հետ դաշնակցային հարաբերություններ չունեն, նրանք մեր գործընկերներն են։ Փոխարենը Թուրքիայի դաշնակիցներն են եւ ունեն դաշնակցային հարաբերություններ, ՆԱՏՕ-ի անդամներ են երկու երկրներն էլ։ Եվ վաղը, երբ որ պետք լինի ընտրություն կատարել, ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ Թուրքիան ընտրություններն ամերիկան չի կատարի իր ընտրությունը Թուրքիայի կողմը։ Դե բնականաբար ամբողջ մտահոգությունը դա է, որ թրիփի այդքան մեծ արումը եւ այլն։ Ուստի այդ արգումենտը, որ գիտեք ինչ, մենք քանի որ այդ ճանապարհը տալիս ենք հիմա ամերիկացիները մեր անվտանգությունը։ Ես պիտի հնչեցնեի բոլոր այն կարծիքները հենց դրա համար, որպեսզի կարծիքը ոչ թե անտեսվի, այլ այդ կարծիքը, որը կա եւ դոմինանտ է շատերի մոտ, ոչ բոլորի։ Փաստարկները, որ ես բերեցի հիմա բավարար հիմնավոր են, չէ՞, որ այդ դոմինանտ կարծիքը մեղմ ասած ես դրա համար այդ մեթոդը օգտագործեցի, որ դուք հակադրվեք եւ տակ ձեր բացատրությունը։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն նաև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, որ հետևեցիք մեր այս հետաքրքիր ըստիz եւ կարեւոր քննարկմանը։ Մենք հյուրընկալել ենք Հայ ԱԿՖ միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին, հաջողություն ձեզ։